մեր բանավեճը ապագայի մասին է, ապագայի տեսլականի մասին է եւ իրական Հայաստանը այսօրվա եւ ապագայի մեր տեսլականի մասին է, այո։ Հետպատերազմյան 5 տարվա ընթացքում մի շարք խայտարակություններ իրականատես եղանք։ Օրինակ, երբ Սյունիքում բացվում էր Իրանի գլխավոր հյուպատոսությունը, գլխավոր հյուպատոսն ասաց, թե հայերը կարող են հանգիստ լինել։ Իրանն արդեն Սյունիքի հողում է։ Սա նշանակում է, որ մենք պետություն չունենք եւ արտաքին ուժերն են որոշում Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը։ Սա խայտարակությունների շարան է։ Այս կառավարության գործունեությունը ազգային աղետների չընդհատվող շղթա է։ Փաշինյանի եկեղեցու Արարատի զինանշանի մասին խոսքերը խորապես հակապետական են, ինչ է նշանակում մեր զինանշանը համահունչ չէ այսօրվա իրողություններին։ Այդ ամենը վերահաստատում է նաև կրթության նախարարը, այսինքն սա ծրագիր է։ Ծրագրի սկիզբն այն էր, որ այս կառավարությունը բերվեց իշխանության։ Քաղաքականության մեջ պատահականություններ չկան, չարժե դա վերագրել պատահական երևույթների, ամեն ինչ օրինաչափ է։ Եվ նախագահ Արմեն Սարգսյանի Մեծ Բրիտանիայից այստեղ գալը, ապա եւ գործն ավարտելուց հետո հեռանալը, եւ այս կառավարության գալը, եւ նոր նախագահի ընտրությունը, այս ամենը չափած ձևած է եւ ըստ ծրագրի գնում է։ Սրանք շատ լավ են կատարում իրենց ծրագիրը, հատկապես վերին օղակները Փաշինյանի գլխավորությամբ։ Ոմանք մոլորությամբ պնդում են, թե սրանք սխալներ են անում, վատ են աշխատում, ապիկար ու խեղճ են։ Նրանց գրպանը գցեցին, անգամ որոշ քաղաքագետներ փորձում են նրանց խորհուրդներ տալ, ճիշտը ցույց տալ։ Բայց չէ որ նրանք գիտակցաբար են գործում, սա սխալների շարան կամ ապիկարություն չէ, այլ ճշգրիտ կազմված ծրագրի գործադրում է։ Այս ամենի ավարտը պետության փլուզումն է, Հայաստանի կործանումը։ Սրանք եկան ոչ միայն Արցախի հանձնման համար։ Այս ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի ոչնչացումն է։ Ինչ է կատարվում Հայաստանի ներսում ավելի քան 7 տարի է։ Պայքար է գնում ամեն ազգայինի դեմ լեզվի, պատմության, եկեղեցու։ Եկեղեցին որպես կառույց մեր ամենակարևոր ազգային սյուներից մեկն է եւ պատահական չէ, որ ամեն ինչ անում են եկեղեցին որպես կառույց թիրախավորելու եւ խոցելու համար։ Իշխանության առաջին իսկ օրերից հայտարարում են, թե մարիխուանան պետք է օրինականացվի։ Այսօր այն դեռևս օրինականացված չէ, սակայն հենց իրենք են ընդունում, որ թմրաշրջանառությունը հարյուրապատկվել է եւ որևէ հավաքույթ էլ չի անցնում առանց թմրանյութերի։ Բա դուք ինչի համար եք, ով պիտի կանխի այդ ամենը, եթե դուք եք կառավարությունը։ Այսօր քայքայվում, ավիրվում է, լուծարվում է բացահայտ ձևով եւ ամենօրյա ռեժիմով պետականություն կոչվածը եւ մնացած անվտանգային համակարգերը զուտ այն պատճառով, որ երկրում չի գործում, որևէ կերպ չի գործում եւ միտումնավոր կերպով կազմալուծում է անվտանգության համակարգ։ Այսինքն չկա որևէ մեկ մարմին, որը երկրի ներսի եւ արտաքին անվտանգության հարցերի համար պատասխանատու լինի, որովհետև հիմնական քայքայիչ աշխատանքը իրականացվում է Հայաստանում իշխանության գտնվող խունտայի կողմից։ Ադրբեջանցիներն առ այսօր իրենք են հարցադրում անում, այդ ինչպես հնարավոր եղավ հայ ժողովրդին ամբողջապես տեղահանել Արցախից, ապա եւ ռուսական տարրը հանել այդտեղից։ Թշնամին միաժամանակ հասկանում է, որ ռուսներն այդքան հեշտությամբ չեն լքի այս տարածաշրջանը։ Ռուսաստանն ինչ-որ բան կծրագրի, որ ավելի երկար մնա այստեղ։ Կար հաշվարկ, որ դեռևս 2022-ի գարնանը Փաշինյանը պիտի հանձնած լիներ ամեն ինչ, ավարտին հասցներ իր սև գործը։ Սակայն խանգարող տարրեր կան Ռուսաստանն ու Իրանը։ Այդ պատճառով էլ այս գործընթացը ձգձգվում է։ Այնպես չէ, որ մենք ենք ուշացնում, մենք այստեղ գոյություն չունենք, այլևս սուբյեկտ չենք։ Մեր կառավարությունը հասցրել է դրան։ Արցախը հանձնելուց հետո հերթը հասնելու է Սյունիքին։ Թուրքիան մեր առջև պահանջներ ու նախապայմաններ է դնում, դրանք դրել է 35 տարի շարունակ, սակայն մեր նախկին իշխանությունները չէին ընդունում այդ նախապայմանները, անգամ մեկ գյուղ չէին հանձնում եւ ճիշտ էին անում, քանի որ այդ դեպքում Թուրքն ուզելու էր երկրորդ գյուղը, երրորդը եւ այդպես շարունակ։ Թուրքիա խորժակն ուտելիս է բացվում, դա նրա բնավորությունն է։ Հետևաբար Հայաստանին պետք է այնպիսի իշխանություն, որն այս ամենի հաշվառմամբ կբանակցի թշնամու հետ, ազգային շահի դիրքերից։ Արտաքին ուժերի համար սրանք լավագույն գտածոներն են, ինչի, որովհետև արտաքին ուժը սկզբունքային է իր երկրի համար, իր քաղաքացիների համար, բայց իր շահերի համար ինքը նպատակներով է շարժվում։ Այսինքն, եթե սուտը նրա ներսում անընդունելի է, դուրսը արտաքին աշխարհում, Հայաստանում օգտագործելու համար, ասենց բոլորիս նյարդերը քայքայելու համար, իր համար օգտագործել է։ Դրա համար այս տեսակի կերպարները, որոնք նախանձ են, ոչ մի բանի չեն հասել իրենց կյանքում եւ նրանց միակ անելիքը այդ արժանավոր մարդկանց վերացնելն է, որ առաջի պլան գան, շատ լավ օգտագործվում են, հատկապես թշնամիների համար է դա օգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի։ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները նախորդ տասնամյակներում չստացվեցին, բայց նախկինները գոնե ոչինչ չէին զիջում եւ արժանապատվորեն էին խոսում թշնամի պետության առաջնորդների հետ։ Հիմա թուրքերը շատ ավելի մեծ պահանջ նախապայմաններ ունեն։ Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերի ճանաչում,
հայոց ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարում, Արցախից թղթով հրաժարում եւ այլն եւ այլն։ Մեր բոլոր նախորդ կառավարությունները հետևողականորեն ընդդիմացել են այս պահանջների կատարմանը, իսկ քանի որ այս վարչախումբը մեծ հաշվով համաձայն է այդ պահանջներին, թուրքերը ամեն անգամ ավելի ու ավելի ծանր պահանջներ ու նախապայմաններ են առաջ քաշում։ Այդպես չպետք է լինի։ Որոշի հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։